մեկ անգամ խոսեմ, ուրեմն անունդ ոնց էր երիտասարդ։ Հարություն։ Հարություն ջան, ուրեմն եթե դու ինչ-որ բան ես ուզում քարոզես, հա, այսինքն մեկին ետ բերես սխալ ճանապարհից, պետք չի խոսալ նախ ծրծռած բերանով, մեկ, երկրորդ, խոսալ հրամայական տոնով, երրորդ, ներողություն եմ խնդրում։ Երբ որ ինչ-որ մեկին ուզում ես ուսուցանես ինչ-որ բան, դու պետք է լինես դրա համար օրինակ։ Բարձ է։ Եվ քեզ ներողություն, երբ որ դու մազերդ երկարացնում ես կամ այդ ոճը, որը քեզ դուր է գալի, դու մտածում ես, որ քեզ կարող է եւ ռեպլիկա բաց թողեն, կարող է եւ ինչ-որ գործողություն կամ նշանակ եւ ես հպարտ եմ դրա համար։ Չէ, ես չեմ ասում հպարտ, ես ասում եմ մտածում ես։ Այո, շնորհակալություն, ներողություն եմ խնդրում, ես ձեր ինչ-որ ուզում եք անեք, ձեր բռնած ուղին գովերքում եմ։ Իրոք շնորհակալություն, բայց ժողովուրդ, հիշեք մի պարզ բան։ Երբ որ Գյումրիում հայտնվեց առաջին մեքենան, ինչ ասացին։ Ճիշտ ասած չգիտեմ։ Եթե չեք հիշում, կհիշեք ընթացքում, բայց Իսկ դուք հիշում եք։ սայլը կործանվեց, կարգը կործանվեց։ Հիշում եմ եւ ասում եմ Արտակ ջան։ Այսինքն, երբ որ դուք ինչ-որ բան եք ուզում տանեք առաջ, այսինքն ճիշտը, հա, միանգամից չեք կարա, բայց պետք էլ չի։ Օրինակ, մենք էլ պարկայում ենք մանրից։ Ներողություն, իմ ընկերներն են այստեղ կանգնած։ Մենք մասնակցությամբ համադաներ ենք, այսինքն հարսանյաց հանդեսի հանդիսավարներ, բայց չեմ հասկանում, թե մենք ինչ կապ ունենք քյարթուների հետ, որ այստեղ ենք, բայց ամեն դեպքում պետք չի հրամայական տոնով ինչ-որ բան ուղղել։ Շնորհակալություն։ Դե հենց ծիծաղելուց արդեն հասկացա, թե ինչ կապ ունեք, այսինքն դա ծիծաղ առաջացնում։ Լսում ենք նաև ձեզ, որից հետո կշարունակենք։ Քյարթու ասելով հասկանում ենք նաև կրկլոց հիշեցնող երաժշտություն, խնդրում եմ կուզեին դա նաև ձեզ հիշեցնել։ Բացի այդ, դուք օրինակ ասում եք, ինչու եք նրանց անվանում քյարթու։ Կան մարդիկ, ովքեր ընդունում են, որ իրենք քյարթու են, իրենք շատ նորմալ են ընդունում, երբ որ իրենց մոր տարիքի կանայք անցնում են իրենց դիմացով, իսկ իրենք ուխտի նման թքում են, որովհետև նույն մայր իրենց չի տալ գազանից եւ ասել տղա ջան, սա ուխտն է, նա թքելու կարիք ունի։ Ինձանից արագ եք խոսում, դուք ռեկորդ եք սահմանում։ Ովքեր պատկերացում չունեն հայ տղամարդու կերպարի մասին, մարդիկ ովքեր չգիտեն ով մի րոպե, թողեք վերջացնեմ։ Մարդիկ ովքեր չգիտեն ով է Մոնթեն, ով է Նժդեհը, մարդիկ ովքեր չգիտեն հայ տղամարդու։ Դուք ռեկորդ եք սահմանում, ինձանից արագ եք խոսում, մի քիչ դանդաղ որ հասկանա։ Ինչպիսին է հայ տղամարդու կերպարը, մեր ընկերոջ նման տղաներին ասում են հայ տղուն չի սազում նման մազեր, իսկ իրենք գաղափար անգամ չուներ, որ հայ տղայի դասական կերպարը հենց երկար մազեր ունի։ Կարող ենք ձեզ բերել օրինակ ինչպես Վահագնը մեր հին աստվածի, ինչպես Սասունցի Դավիթ առասպելական եւ այլն։ Դատել պետք է միշտ, եթե քննադատությունը առողջ է եւ եթե հասարակություն թողեք, խնդրում եմ թույլ տվեք իմ խոսքը ավարտել, ես ամբողջ ընթացքում ձեզ լսել եմ։ Եթե հասարակության մեջ կան բացասական երևույթներ, ապա քննադատությունը պարտադիր է, եթե դա առողջ քննադատություն է, որը մեր դեպքում կա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Զոզո, լսում ենք նաև ձեզ։ Ես ուրեմն ցանկանայի մի օրինակի մասին խոսել, ընդհանրապես սրանից մոտավորապես 7 ամիս առաջ ես շփվում էի մի աղջկա հետ եւ այդ աղջկա շփվելու ընթացքում երեխեք ծիծաղի սենյակ չեք եկել։ Հա՞։ Նաև դրա դեմ պիտի պայքարեն, լսելու կուլտուրա։ Երևի մենք էլ Facebook-ում նման ենք մտածել։ Ուրեմն երբ ես այդ աղջկա հետ գնացի մի սրճարան, այնտեղ Սայատնովայի նկարներ, պատահական ուղակի մտքով ես անցավ, ասի ճանաչում ես այս նկարին, ասես նայեցնեց ցած։ Ես իմ չեմ անում, ոնց որ Հովհաննես Թումանյանն։ Այդ դրա դեմ պայքարեք։ Բայց դրա դեմ պայքարեք։ Դրա դեմ ենք Դրա դեմ պայքարեք, խոսքը որ գնում ես հագուստի վաճառքի ինչ որ բանա, վրան գրած ջինսնոց։ Դրա դեմ ենք պայքարում։ Ջինսնոց։ Վայրոնկա։ Շնորհակալություն, այստեղ կան մարդիկ, ովքեր խոսք ունեն ասելու երկու կողմերին հետ։ Դուք։ Բայց սխալ է։ Դա անգրագիտությունը եւ Շնորհակալություն, բայց դուք ինչ-որ բան ունեք ասելու։ Դե քյարթույցն է, բա մեր բնորոշումը քյարթույցն, նաեւ անգրագիտությունը։ Բարի երեկո, ձեզ նույնպես ուրախ ենք տեսնել Ազատ Գոտու տաղարում 1 րոպե լրություն նաեւ մարդուն։ Բան հարց ասեմ, էլի ուղղակի sense այսքան խոսում եք մի բան այնքան որ հետաքրքիր է։ Ձեր երեխային որ տանում եք դպրոց առաջի անգամ առաջի դասարան, չէ՞։ Միջև այդ դուք երեխաներին այնպես պետքա դաստիարակեք եւ դպրոց տանելիս պետք է իմանաք որ դպրոց պետք է տանեք։ Որ երեխեք քյարթու մասա ձեր ասած կամ ջինսնոցը դուք ինչից ենթադրեցիք որ դա քյարթու է կոչվում։ Քյարթու է նշանակում որտեղ ջինսնոց է գրած։ Մեր բնորոշման որտեղից է եկել։ Թուրքիայից եկել է հայկական բաներ Այսինքն տգետ բարի բնորոշումը չի։ Այդ բնորոշումն է։
Շնորհակալություն, այս կողմի բողոք հիմնականում հետևյալն է, որ պետք չի գրուպան անվանել անձի եւ քյարթու։ Պետք է այդ բառից խուսափել առաջինը եւ երկրորդը այսօր հետևյալ տարբերություն է, ոչ թե քննարկում ենք, որ դուք քյարթու կամ մյուս անձի քյարթու, մոտեցման ձևերն են ձեր երկու տեսակետներն են շատ տարբեր։ Ոչ մի նորմալ մարդ չկա այստեղ երևի մի մարդ, որ ձեր ասած հետ համաձայն չի, որ չի պայքարում նման երևույթի դեմ։ Բոլորս էլ ողջունում ենք։ Մեր ընդդիմանալու խնդիրը նրանում է, որ ձեր սայթի անուն հենց քյարթուն, ինքը պրոպագանդա է քյարթության։ Վերացրեք դա շատ տգեղ է։ Թեկուզ անձի քյարթու բառը դա շատ տգեղ է։ Թուրքական բառ ինչ եկող, հայկական լիքը գեղեցիկ բառեր կան։ Օգտագործեք, որ մարդը հենց ինքը ձեր Մեր հերոստանգերություններից չեմ ասում անունները, մեր հերոստանգերություններից հաղորդումներ կան, որ անձամբ նմանատիպ խոսելաձևով հումորային եւ այլն հաղորդումներ են պատրաստում։ Եվ այդ նույն բառերը մենք լսում ենք նաեւ դրսում։ Ինչի՞ չեք ասում։ Ես ինչի համար ասեցի, որ քյարթու բառը չի ընտրվել որպես քյարթու բառի բացատրություն։ Ես ասեցի, երիտասարդության մեջ ընդունված քյարթությունն է։ Մեր հայկական հերոստանգերությունը։ Ես դրա հետ չեմ, ես ոչ քաղաքականություն, ոչ էլ հերոստատեսությունից։ Կներես ասեմ մի վարքյան, ասեմ ուրեմն մենք ընտրել ենք այդ քյարթու բառը մենակ մի բանի համար, քանի որ երիտասարդության 99%-ը քյարթու ասելով հասկանում է այդ բանը։ Հասկանում եք, բայց այդ բառի պրոպագանդան են գնում, այդ մեկի նկատիությունը համաձայն չեք դուք ստիպում որ մեկ րոպե ներողություն, բայց խոսելու կուլտուրան նույնպես ռաբիզություն չէ եւ քյարթություն չէ։ Ամենագլխավորը հետեւյալ սկզբունքն է, մեկի նկարը կարող է հայտնվել ձեր էջում, բայց նա լինի շատ գրագետ, շատ կրթված, ինչպես դուք եք բնորոշում ոչ քյարթու մարդ, այսինքն դուք նաև կարող եք շփոթվել։ Ես համոզված եմ, եթե որևէ մեկը ձեզ քրեական պատասխանատվության ենթարկի, ու ասի ինչու եք իմ նկարը գցել ձեր մոտ եւ բոլորով տակը կոմենտներ գրել։ Դուք դրա պատասխանը գոնե օրենսդրական դաշտում չեք ունենա։ Ինչպես։ Եթե նկարը հայտնվում է դուք իրավունք չունեք որևէ մեկի դեմքը փակել եւ ցուցադրել։ Խնդիրը հետեւյալն է, լսում ենք ձեզ։ Ինչի։ Ես հենց ուզում եմ խոսել մեր կանոնների մասին։ Ոչ, ես ուզում եմ խոսել հենց մեր կանոնների մասին։ Մեզ մոտ կոնկրետ հենց գրված է եւ այդ էջի ինֆոյում եւ դուք պաշտոնական որևէ բան չեք ներկայացնում, ձեզ ռեդակտորական գրուպա է եւ դու ամեն դեպքում օրենսդրական դաշտում դուք խնդիրներ կարող եք ունենալ, կարող եք ասել որ օրենքն եք մենք խախտում այդ դրանը։ Կարող եմ իմանալ օրենքը որն է։ Որ օրենքն է դա խախտում։ Օրենքը որևէ մեկի նկարը, այսինքն դուք ավելորդ տեղը նրան կարող եք հոգեբանական սթրեսի ենթարկել կամ մենք որևէ մեկի նկար չենք։ Եթե դուք դնում եք ձեր նկարը, ապա դա անձի նկար չի դրվում։ Շատ շատերը նրանցից կարող են հերոստացույցի դիմաց նստել եւ տեսնել իրենց նկարը։ Եվ նկար չի, ես նորից եմ ասում։ Բայց ճանաչել նկարը կարող։ Շնորհակալություն։ Եկեք նկարների հագուստի թեման փակենք, որովհետեւ ժամանակը այդ նկարը ցելս անձին չեն կպնում։ Ներողություն։ Բայց եթե դու իմ նկարը ուրեմն ես մի բան ասեմ։ Ես չէի ասելու հայկն է ինչ։ Ասա ես երևույթն է։ Նկարի սեփականատեր այդպես ասեմ, ճանաչել չէ։ Հաջող ես կասեմ։ Մեկ րոպե, քանի որ երկու կողմերն միայն այսպես կարելի է։ Մեկ րոպե։ Դուք նաև շոու բիզնեսի աստղերի կոնկրետ անունը գրում եք եւ ասում եք, որ նրանք քյարթ են։ Այդ դրա իրավունքը ով է ձեզ տվել։ Ես դա եմ ուզում ասել, եթե հնարավոր է, ուրեմն երեխեք ջան, երաշտական ասպարեզի հետ կապված զուտ ձեզ խորհուրդ էլի։ Ես անձամբ նորից եմ կրկնում, ունեմ բարձրագույն երաշտական կրթություն եւ եկեք լսենք ցանկացած ոճի լավը կա, ցանկացած ոճի։ Միանշանակ դուք շեղվում եք, այստեղ զուտ իրավունքների հետ կապված։ Երաշտական մասով էլ խոսակցություն գնաց։ Երաշտական մասով էլ խոս գնաց, դրա համար եմ ես։ Կարելի է լսել ցանկացած ոչ, բայց լավը։ Հիմա ընդունում եք որ վատն էլ կա, չէ՞։ Ես չեմ ասում վատն։ Այսինքն սա հարց հետեւյալն է, ինչ իրավունքով դուք կարող եք մի շոու բիզնեսի ներկայացուցիչ նկար գցել ձեզ մոտ կայքում։ Մենք ցույց ենք տալի վատը, որ ինձ ծաղրում են փողոցում, ես կոնկրետ ինքս այդպես եմ։ Այսինքն ձեզ փողոցում ծաղրում են, դուք մեկ շոու բիզնեսի ներկայացուցիչ նկար գցում եք կայքում։ Ոչ իրավունք չունես, ոչ բարոյական, ոչ ֆիզիկական իրավունք չունես։ Շոու բիզնեսի անդամներից մեկին գցես նկարը եւ սպիտակ գցնես որպես քյարթու։ Դա ես լսում ենք ձեզ, դրա իրավունքը։ Ես նոր լսեցի, չգիտեմ ով ասեց, որ ասենք ռաբիզի մեջ չեմ պատկերացնում լավը։ Չեմ տեսնում, այո, ես ինքս երաժիշտ եմ։ Հիմա դե ես մի հատ օրինակ կեզ ասեմ, եթե դու երաժիշտ ես ու չես տեսնում լավը ռաբիզի մեջ, ես երգ եմ գրել եւ երգելա ճանաչված ռաբիզներից մեկը։ Որ խնդրեմ կարող եք կատարել։
Հետաքրքիր է լսել։ Այո։ Հայկական քոչարի երգի մասին է։ Ես Հայկական քոչարու մասին է ու ինքը երգել է։ Ու հիմա շատ ճանաչված ձեր սիրած ոճի երաժիշտներ էստրադային, որոնց մենք էլ ենք սիրում, իրանք խնդրում են, որ ես նույնպիսի երգ գրեմ իրանք համար, իրանք խնդրում են, որ նույնպիսի քոչարու նման այտենց Հասկանալի է, որ երգի մասին է այսինքն խոսքը։ ռաբիզի մեջ ես Բացրախոսը ազգային բան չասացի։ Խոսքս ռաբիզ երգի մասին է, դուք ասում եք ռաբիզի մեջ չեմ Այդ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսինքն երկումը Արը քոչարի կա մեջը, բայց երկա։ որ մենք երգենք Այդ երկներ ինքը գրել։ Շնորհակալություն։ Եվ կարող եք երկել տեսնենք, որ երկի մասին է խոսքը, օրինակով։ Համայն աշխարհին ծանոթ է մեր քոչարին, դա մեր բառն է առնական, մեր հայկական քոչարի, եկեք բարենք քոչարի, դա մեր բառն է հայերի, եկեք բարենք քոչարի, շնորհակալություն։ Շատ լավն է։ Կներեք, մի րոպե։ Զոզո մի րոպե։ Կներեք, մի րոպե։ Ես անձամբ պատրաստ եմ ժամերով ապրել ձեր երգի տակ, բայց սա ռաբիզ չի։ Այսը ռաբիզ չէ։ Ես դե ոչ մի ռաբիզ չտեսա։ Ես տեսա ժողովրդական ոգով կատարում, ոչ թե ռաբիզ։ Ուրեմն թույլ Տեսա ոգի ու տեսա որ հայ ազգին բնորոշ ռաբիզ ասելով ինչ եք հասկանում։ Ես ռաբիզին չեմ բնը։ Եկեք հաղորդման թեման չփոխենք։ Երկերը վերցրած եւ երթված Ոչ, հայերեն բարի։ շատ սխալ եք հասկանում, դա չի։ Ուրեմն բոլոր ազգերի մոտ չգիտեմ ինչու, ժամանակակից երաժշտությունը կոչվում է շանսոն։ Շնորհակալություն։ Հասկանալի է։ Նաև ձեր կողմից կուզեն կատարում լսել։ Ես չեմ երգում։ Հասկանալի է։ Այսօր մենք խոսում ենք առասարակ այն թեմայի մասին, որ արդյոք ինչ է նշանակում անտիքյարթու։ Երկու կողմերը համաձայն են իրար հետ, որովհետև բայց համաձայն չեն դրան պայքարելու ձևերի հետ։ Դուք ես կարծում եմ, որ պայքարելու ձևի մեջ ձեր որոշակի դիրքորոշումները կմտցնեք եւ պայքարելու ձևի մեջ ձեր մեխանիզմները կփոխեք եւ այս կողմը ընդհանրապես դրա կոչներ անում։ Շնորհակալություն ուշադրության համար եւ շնորհակալություն երկու կողմերին քննարկմանը մասնակցելու համար։ Գրուպան կա, կանգուն է այս թեմայի շուրջ խոսենք։ Շնորհակալություն ուշադրության համար, առաջին ալիք եթերում Ազատ Գոտին էր, ազատ ապրեք։